2025 թվականը նշանակալի տարի էր տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերով։ Տարածաշրջանում ակտիվորեն շարունակվեցին գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները, և արդեն կարելի է ասել, որ գրեթե բոլոր հիմնական ճանապարհները ստացել են նոր ու բարեկարգ տեսք։ Լինոզմինդայի շրջանի Տամբովկա գյուղում ևս իրականացվել է կարևոր աշխատանք։ Գյուղամեջի հատվածը ասֆալտապատված է։ Տարիներ շարունակ բնակիչները բախվում էին փոշու, ցեխի և դժվար անցանելի ճանապարհների խնդրին, իսկ այժմ գյուղի կենտրոնական հատվածում երթևեկությունը դարձել է ավելի հարմար և անվտանգ։ Թեև գյուղից դուրս տանող ճանապարհահատվածները դեռևս ամբողջությամբ ասֆալտապատված չեն, աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Բնակիչները հույս ունեն, որ ծրագրի հաջորդ փուլերում նաև այդ հատվածները կբարեկարգվեն և գյուղը ամբողջությամբ կունենա ժամանակակից ու որակյալ ճանապարհային ենթակառուցվածք։ Գնահատելով 2025 թվականը կարող եմ ասել, որ մենք ունեցանք շատ ձեռքբերումներ տարբեր ոլորտներում, մեր հիմնական բյուջեն ուղղված էր ենթակառույցների և սոցիալական ծրագրերի իրականացմանը, ենթակառույցը ամենամեծ, այսպես ասած, ուղղությունն էր մունիցիպալիտետի համար, որտեղ աշխատանքները առկա էին, մենք ունեինք, այսպես ասած, աշխատանքային բում բոլոր մեր մունիցիպալիտետի գրեթե գյուղերում, հիմնական աշխատանքները ուղղված էին ճանապարհային ենթակառույցի բարելավմանը, բարեկարգմանը, որտեղ մինչև գյուղ տանող ճանապարհները, ինչպես գիտեք, հետևել եք, լրիվորեն ասֆալտապատված են, մնացել էր միայն Տամբովկա թեմի տանող ճանապարհը, որը մենք 25 թվականին սկսեցինք մի հատվածը և 26 թվականին արդեն կշարունակենք և ավարտին կբերենք։ Եվ իհարկե արդեն վերջացնելով մինչև գյուղ տանող ճանապարհները, մենք իրականացրինք գյուղամիջյան ճանապարհների բարեկարգում, ասֆալտապատում, ընդգրկել էինք գրեթե բոլոր թեմերը, իհարկե հնարավոր չէր 31 գյուղն էլ, այսպես ասած, ասֆալտապատել, բայց արդեն ըստ պահանջի, ըստ բենեֆիցիարի չափի, քանակի մենք հենց այդ գյուղամիջյան ճանապարհները սկսեցինք բարեկարգել, այս տենդենցիան շարունակվում է, չնայած որ կան, այսպես ասած, առաջարկեր մեր ռեգիոնալ նախարարությունից, որ ֆինանսավորումը կարող է փոխվի, ֆինանսավորման ձևը, կարգը և գյուղամիջյան ճանապարհները ռեգիոնալ, այսպես ասած, նախարարությունից, որ ստանում էինք և իրականացնում էինք, չլինի և մենք արդեն ունենանք այդ ճանապարհների բարեկարգման արդեն հարցը մունիցիպալ բյուջեից, իսկ դուք գիտեք, որ ճանապարհների ասֆալտապատումը այսպես ասած, մեծ ծավալ, մեծ գումար պահանջող նախագծերն են, որը իհարկե մունիցիպալ բյուջեից ֆինանսավորման համար կլինի, կարող է մեզ համար կլինի դժվարություն, բայց մենք կփորձենք գտնել ճանապարհներ, որպեսզի ընդգրկենք այն գյուղերը, այն գյուղերի միջճանապարհները, որոնք որ անելանելի վիճակ են և որոնց ասֆալտապատումը անպայման անհրաժեշտ է, որպեսզի բնակչությունը օգտվի էսթետիկ ճանապարհներով։